Ես ինչ աստեղ կատարվում։ Ընկեր, ես դու ոնց ես ներս մտել։ Մի վարկյան ախպերս։ Ես PSG-ին պետք է հիմա ջարդեմ։ Ես էլ ձեր պատվերն է։ Այն հաճելի աղջիկն էլ դուռը բացեց։ Ես դուր չեմ բացել։ Ոչ մի բան մենք չենք պատվիրել։ Ես եմ պատվիրել էներգետիկը։ Ահա, ես էլ մեր հաճելի քույրիկը։ 1000 բանկա, ոնց պատվիրել եք։ 1000 բանկա էներգետիկը ինչ ենք անելու։ Ես նկատել եմ, որ Նորիկի մոտ էներգետիկը բարձրացնում է արտադրողականությունը։ Եթե պատվիրեմ բոլորի համար, ստարտափի արդյունավետությունը կբարձրանա 414%-ով։ Գոլ! Կերակ արա, կերակ։ Հոփլը։ 290,000, ցանկալի է առանց դաչի։ Ախպերս, ես մենք չենք պատվիրել, այսինքն արհեստական բանականությունն է պատվիրել, չէ՞։ Դե գնա իրանից է ստացի։ Իսկ կարող է այն արհեստական ատամներից ուզես, ասենք դեմի են 2 հատը։ Արի, իմ հետ ես տենց խոսում։ Վստահաբար քեզ հետ է Տիգրան։ Արի ոնց ես դու իմ հետ տենց խոսում։ Հələ մի րոպե, էլի։ Մի րոպե։ Արի ինչ է մի րոպե արա։ Իա։ Սրա կարիքը չկա ախպերս, թող մնա մենք կխմենք։ Մի 2-3 տարում։ Ինչ ես անում արա։ Տիկո։ Նորմալ ախպերս։ Մոտեցի իրան ու լաբաբոյ ասա, որ անտարբեր չես։ Լավ, ես քեզ էլ ոնց բացատրեմ, որ դու չխառնվես։ Քո խորհուրդները ոնց որ քո կոդ գրելու պես լինի։ Բայց ես վատ եմ կոդ գրում։ Վիրավորում ես։ Լավ։ Ուրեմն ես կանեմ ճիշտ հակառակը։ Իսկ խանգարելու հակառակը ո՞րն է։ Օգնելը։ Չէ։ Ինչ ուզում եք արեք։ Հիմա ուղղակի էլ ընդհանրապես չեմ խառնվի։ Հուսով եմ խոսքը Նեքսիի մասին է, չէ։ Այնց հետա որ չէ։ Հա, ու քանի որ ես հիմա ահագին ազատ ժամանակ ունեմ բացի իմ հիմնական գործը, ես այն կնվիրեմ մեր AI-ին։ Իսկ իր հիմնական գործը ո՞րն է։ Իր հիմնական գործը ինձ ամուսնացնելն է, բայց այդ պաշտոնը արդեն վերցրած է։ Մամաս է կյանքի նպատակ դարձրել ինձ ամուսնացնելը։ Լավ, ձեր հետ շատ ձանձրալի է, ես արդեն գնամ կպնեմ իմ գործերին։ Ալել մի հատ այդ FIFA խոտու գամ Մանչեսթերով ջարդեմ։ Տիգրանը իրոք ավարտել է պոլիտեխնիկը։ Karina! Քևին։ Խնդրեմ, սա աշխատանքային էթիկայի խախտում չհամարես, բայց այսօր առանձնահատուկ գեղեցիկ ես։ Կարող է համարեմ, կարող է չհամարեմ։ Այդ ուղղակի աշխատանքի վայրում եթե կոմպլիմենտ ես անում, կարա համարվի sexual harassment։ Դրա համար Սան Ֆրանցիսկոում պետք չէ։ Սա հումոր էր։ Հումոր էր, որ գեղեցիկ է։ Դու ինձ խալ հասկացար։ Քևին, relax, ամեն ինչ լավ է։ It's a joke։ Joke։ Ես ինքս joke-ով տղա եմ, նենց որ։ Փոշմանելու ես, բայց ուշ ալնելու արա։ Մեր այսօրվա ընթրիքը ուժի մեջ է, չէ։ Իհարկե։ Անհամբեր սպասում եմ։ Yes։ Next-ին էլ հանձնարարել եմ performance review անի աշխատողների, բոլորի թույլ եւ ուժեղ կողմերը պատմի։ Ֆանտաստիկ միտք է։ Յուրաքանչյուր աշխատակից պետք է անցնի performance review։ Արա նորմալ հայրեն չեն կարում գրեն իրան։ Աշխատանքի գնահատում, չէ՞։ Լավ է, աչարանը էլ բեզետ չի։ Ինչ պետք է անենք, Ռուբ ջան։ Քեզ նստացնելու են ու ասեն, թե ինչքան լավն ես, որպեսզի ուշադրությունդ քննացնեն։ Հետո ասելու են, թե ինչն ես վատանում։ Հետո դու պետք է համաձայնես ու խոստանաս, որ կփոխվես։ Իրանք էլ պետք է քեզ կուտ տան, որ աշխատավարձդ կբարձրացնեն։ Բայց իրականում դու շարունակելու ես աշխատել նույն կերպ, իրանք էլ շարունակելու են աշխատավարձդ չբարձրացնել։ Էլ իմաստը ո՞րն է։ Իմաստը, որ Քևինը Սան Ֆրանցիսկոյում ցույց տա, որ ինչ-որ բան է անում, բացի հիմար միտինգներից։ Այ քո։
Ինձ քո օգնությունն է պետք։ Ուй, միլիոներորդ անգամ կապուչինոյի համար կաթը սկզբից լցնում ես, հետ Չէ, վայ։ Ուրիշ բանի հետ եմ, լսի մի հատ։ Ես իմացել եմ մի բան, որը օրենքով իմ ընկերներ պիտի իմանա, բայց քանի որ իմ ընկերը իմ հանդեպ իրան ահավոր վատ է, բայց ինքը արժանի չի, որ ես իրան օգնեմ։ նորոյին Կարինայի ու Քևինի ժամադրության մասին ես ուզում ասել։ Դու որտեղից գիտես։ Ես գիտեմ ամեն ինչ։ Արի ասեմ։ Շաֆին կողքից ֆրիլանս է անում, Ռուբենը կրիպտոյա մայնինգ անում, Ալենը թակում պեչենիները ստեղից տանում։ Դե դու էլ ռուս աղջիկների հետ վեբկամ։ Ֆուր, մի ասա այդ, հասկացանք։ Չնայած այդ դու էլ գիտես։ Լավ, հիմա ինչ անեմ։ Մնա Շվեյցարիայի պես չեզոք։ Արմենսկի Կազանովայի 777։ Շաֆի, ես գնահատել եմ քո աշխատանքը ու այն ֆանտաստիկ։ Հիասթափեցնում է անգամ ինձ արհեստական բանականությունը։ Բայց սկզբից չպիտի լավ բաներ ասես։ Պիտի, բայց լավ բան չգտա։ Այնինչ դու անում ես 8 ժամում, ես անում եմ 20-ից 30 վայրկյանում։ Ու առհասարակ չեմ հասկանում, ինչի են քեզ պահում Nexify-ում։ Ես որակի գնահատման մասնագետ եմ, գիտես։ Այո, ու ես հիմա գնահատում եմ քո որակը։ Հեգնանքը նկատեցիր։ Դե լավ։ Ես կուղվեմ։ Ես էլ աշխատավարձդ չեմ բարձրացնի։ Ու ֆրիլանսը այսուհետ միայն տնից։ Ես զգում եմ քո հայացքը ինչ կա։ Ոչ մի բան։ Անջիկեր։ Ինչ ես մի ժամ ինձ հայացքով քրքրում։ Արա, ես ով ես դու նորո։ Ոչինչ։ Մի օր խելքը գլուխը կհավաքի։ Նախ performance review-ի ժամանակ չեն ուտում։ Ոնց իմացար։ Իմ տեսալսողական տվիչները պատկերն ու ձայնը ուղարկեցին սերվերներին, որտեղ պատկերը վերլուծվեց, մշակվեց եւ նույնականացվեց, որպես զղթկվել։ Հիմա բուն աշխատանքի գնահատման արդյունքները։ Ես ստիպված եմ խորհուրդ տալ քեզ գործից հեռացնել ռեկորդային ցածր OGG-ի պատճառով։ Բայց ես ստաժոր եմ ու աշխատավարձի դեպ չեմ ստանում։ Եվ նույնիսկ դա հաշվի առնելով ոչ մի օգուտ չես բերում ընկերությանը։ Դու ինձ չես կարող հեռացնես։ Տիգրանը իմ հոպարն է։ Տիգրանին հեռացնելը իմ զեկույցի առանցքային մասն է։ Կարամ քուքին վերցնեմ։ Ոչ։ Խոսա։ Ինչ անում Nexi։ Այն ես խոսում կապի իրար նորմալ պարզ մտքեր բարտայդի, չեմ ընկալում ինչ ես ասում։ Ասում եմ գործից կհանի ինձ հետո քեզ կան։ Չէ։ Կվարակես երեխուն։ Չէ, լավ, մամ ջան, ես մի բան կմտածեմ։ Կարինա։ Օ, Նորիկ, ինչ լավ է եկար։ հա։ Հա, ես մի ժամից գնալու եմ Քևինի հետ ժամադրության։ Ու մամաս պետք է նստեր Էրիկի հետ, այն էլ էս անդուր վիրուսներից է վերջին կպել։ Մի քանի ժամ կնստես, չէ, հետո մեկը դու մինչև ուշ ստեղես։ Մեր Քևինի։ Չէ, Էրիկի, ուղղակի ուշադիր հետևի, որ դասերը անի էլի մինչև գամ։ Հա, ընթեր չկա։ Ապրես։ Ինչ էիր ասում։ Ես։ Հա, որ եկար ինչ-որ բան էիր ասում։ Հա, յուզերները, հա, այսօր 250 նոր յուզեր ունենք։ Շատ լավ է, շատ լավ է։ Մի հատ նայ սենց հա լավ, թե այս սենց։ Երկու ձևով էլ լավ է։ Բայց սենց չէ ավելի երևի։ Հա։ Ես գնամ, հա։ Ժամանակի 40%-ը ծախսում ես խաղերի, մասաժի ու ժամանցի վրա։ Բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ դա միայն ավելի արդյունավետ է դարձնում մնացած 60%-ը։ Ես հիմա որոնում եմ անում բրիտանական գիտական հոդվածների տվյալների բազայում
ու նման հրապարակում չեմ գտնում։ Հեղինակը, տարեթիվը, բարբերականը։ Ես կգտնեմ քեզ կուղարկեմ։ Գնամ թե էլի ես կեղտ բռնելու։ Ես ռեկոմենդացիա կանեմ վերանայել քո աշխատավարձը։ Բնական է դեպի ներքև։ Ես ռեկոմենդացիա կանեմ քեզ ֆորմատ անեն։ Արհեստական բթամտություն։ Դու գիտես, որ դա այդպես չի։ Ես տեխնոլոգիական գլուխգործոց եմ։ Միայն որովհետև ես եմ աշխատել քո վրա։ Այս զրույցն ավարտված է։ Եթե ասելու բան չունես, ուրեմն այդքան էլ գլուխգործոց չես։ Սենց ոնց կլինի։ Ես պայմանագիր ունեմ, ինձ չի կարա տես գործից անի, Տենսն է, ինձ չի կարա գործից անի։ Դու ստեղ չես էլ աշխատում, որ քեզ մի հատ էլ գործից անեն։ Բայց հա, մի բան պետք է մտածել, որ այդ տականքի զեկույցները Սան Ֆրանցիսկո չհասնի։ Երեխեք, բայց ինչի եք այդպես ասում։ Օրինակ ինձ այնքան գովեց։ Միակ աշխատողն ես, որը գրանցել է 5000% աճ։ Նեքսի, անչափ շնորհակալ եմ բարի խոսքերի համար։ Բարի խոսքեր չեն, զուտ վիճակագրական տվյալներ։ Մինչև քո աշխատանքի անցնելը Edge-ը ուներ 12 հետևորդ, հիմա 600։ Դա ուղղակի փաստ է։ Նեքս։ Հուզվելու պատճառ չկա։ Որքան էլ զավեշտալի աճ լինի, փաստացի ամենամեծ աճն է ողջ ստարտափում։ Հիմա ուրախանամ։ Կյանքս, դու չես ջոգում, կես տարախավարի կծելա։ Քևին, խոսելու բան կա։ Լուսեոքի Ջոբսն էր տենց ասում։ Ինչ ա եղել։ Այն performance review-ները, որ տվել ես Nexin անի։ Հա, թույնա, չէ, վաղ արդեն արդյունքները կնայեմ։ Եթե լավ գործ արածել լինի, այդ ծառայությունը կվաճառենք մեծ ընկերության։ Պատկերացրու Toyota-ն, բոլոր աշխատողներին դնի ու գնահատի։ Այս դրանից է վախենում եմ։ Հիմա շտապում եմ, իսկական ժամանակ չկա, վաղը արդյունքներն քննարկենք, լավ։ Բարևի նորիկ ձեզային։ Բարև ջաջ։ Էրիկ։ Բարև Էրիկ ջան։ Լավ ես։ Ես Minecraft ես սիրում։ Հա։ Դու էլ։ Չէ, ապուշ գրաֆիկով խաղա, ես երեխա չեմ կուբիկ խաղամ։ Կներես էլ իր մոտ են տարիքն է։ Ընդամենը 2 ժամ։ Մենակ շատ եմ խնդրում ուշադիր եղի, որ դասերը անի, լավ։ Գիտես նորիկ ձյաձյան քո տարիքում մաթեմի օլիմպիադաները հաղթել։ Մաթեմը սպորտ չէ, որ օլիմպիադաներ հաղթի։ Hey, Edik, little guy. Գնացինք։ Քեզ խելոք կպահես։ Դու մեր փրկիչն ես։ Նստենք դասեր, Էրիկ։ Ոնց։ Iron Man-ի գլուխ։ Էրիկ դիր տեղը, հա։ Չես կարա ինձ բռնել, չես կարա։ Էրիկ դիր տեղը, հա, խնդրում եմ։ I am Iron Man։ Էրիկ ջան, դուր, հա, այդ։ Էրիկ ջան, այդ խաղալիք չի։ Խաղալիքա, բա ի՞նչ է։ Էրիկ ջան, այդ կոլեկցիոն նմուշ է իր ստորագրությունով։ Դիր տեղը կամ տուր ես դնեմ, հա, խնդրում եմ։ Չես կարա ինձ բռնես։ Պիու, ունգի քեզ սպանել եմ։ Էրիկ, Iron Man-ը չի կարա մարկանց սպանի։ Սարս նոհտարագայ։ Չունի տենց բան։ Ունի, դու չգիտես։ Տիկո նստել ես։ Լավ եմ արել, ես քեզ ասեցի, որ չեմ խառնվելու։ Ոնց է փոքր աղբերս։ Ցենտր տիկ ջան։ Արի։ Ինչ կա։ Բան չեն։ Կարոս հետս մաթեմանես։ Չէ, իհարկե։ Ես գնում եմ տուն արդեն, գնա Nexin ասա, թող պարապի հետդ, մինչև նորիկը կհալվի։ Ոնց։ Ձեր Nexin կարոտանային անի։ Էրիկ, սպասի։ Nexi դու կարաս տնային անես։ Ոչ, արհեստական բանականությունը դրա համար չի։ Չէ, Nexi։ Ուզում ես, որ ես ստեմ։ Ու ես ասացի Bill, Windows Phone-ը երբեք չի աշխատի։ Ասողին լսողա պետք։ Լսողին էլ խելք։ Չնայած Bill-ը խելացի տղա է։ Այս սալատից պետքա փորձես։
Ես ավոկադոից զզվում եմ։ Լուրջ, սաղ Կալիֆոռնիան սրա արևով է երթվում։ Գիտես, որ մեքսիկական կարտելները մանրից անցնում են այս գործի։ Եթե ես 10 տարի առաջ բիթքոյնի փոխարեն փողերեզներն էի սրա մեջ, հիմա 2 անգամ ավելի շատ եկամուտ կունենայի։ Ներեցեք, որ խանգարում եմ։ Սա ձեզ։ Բայց մենք շամպայն չենք պատվիրել։ Հյուրասիրությունը Վաու, ինչ էլ գիտեն ես ով եմ։ 10-րդ սեղանից։ Եվ մենք Nexi-ի հիշողության մոդուլի մեջ ենք։ Այսօրվա ամսատով նայես մեր IP-ի հարցումները, հա։ Եթե հայրեն, Ռուբենը արդեն Nexi գլխուղը բացել է իր հիշողություններով։ Ու մենք հիմա մի թեթև կփոփոխենք իր հիշողությունները, մասնավորապես աշխատանքի գնահատման հետ կապված։ երեխեք, բայց իմ մի փոփոխեք էլի։ Իմը լավն էր։ Հիմա նենց կանենք, որ բոլորինը լավը լինի։ Նույնիսկ իմը։ Հատկապես քոնը։ Վերջ, Երիկ, նստում ենք դասի։ Լավ 2 րոպեից։ Դու դա ասեցիր 15 րոպե առաջ։ Լավ 1 րոպեից։ Ոչ, Երիկ, հենց հիմա։ Լավ 5 րոպեից։ Գնալով ավելացնում ես։ Սեյվ չարեցի։ Երիկ, մամա տեսա գալու է, իսկ դասերը տարած չի։ Կլինի մենակով անեմ դասերս։ Չէ։ Մամա ասել է, որ քեզ օգնի։ Բայց ես կյանքում այտենց ինքնուրույն չեմ դառնա։ Okay։ Ես հիմա գնում եմ գործ անեմ, իսկ դու նստում ես մաթեմատ գրես, լավ։ Երիկ։ Դու ինձ երեխու տեղ ես դրել։ Կարինա, Քևին, Բենյամին, գիտեիր, որ անունը Բենյամին է։ Չէ, միշտ մտածել եմ ուղակի Բեն։ Թույլ գուշակեմ, Քևինը էլի իր սիլիկոնյան հովտի պատմություններից էր պատմում։ Հա, նենց հետաքրքիր է։ Ու շատ, որովհետև շատ ստարտափերում եմ աշխատել։ Մարդ կա 100 հատ մանր-մունր ստարտափ անում, մարդ էլ կա մի հատ ու մեծ։ Իրեն ոնց էր Nexi-ն։ Լավ է, օրեցօր աճում ենք։ Լսել եմ, շուտով կարող եմ մրցակից ունենամ։ Nexi-ի մրցակիցը այս պահին OpenAI-ն է, մեկ էլ Larians Gemini-ը։ Նկատի ունեմ մրցակից Հայաստանից։ Ուպս, ոնց որ արդեն շատ բան եմ ասում։ Դե լավ, ձեզ բարի երեկո։ Շնորհակալություն, Բեն։ Կարինա, Գևորգ։ Գևորգ։ Գևորգ Դավթյան, ոչ թե Թավթյան, որովհետև երբ տեղափոխվեցի Ամերիկա, ոչ մեկ չէր կարողանում անունս նորմալ արտասանել։ Ես էլ մի պահ չդիմացա, ասի, «Всё, call me Kevin»։ Ստեյք ենք վերցնելու թե ձուկ։ Ձուկ, Քևին։ Ես ձուկ ու դու ջուր հոգի։ Հո երեխոտ բան չեղավ։ Հո կոֆեի ապարատին բան չեղավ։ Fuck! Անտեսանելի սկոչ։
Իրական կլասիկա։ Մեջքը ծաղ, սպիտակա։ Չփորձվես հանկարծ։ Էրիկ, մամա տեսա կհասնի, դու դասերը թլը չես արել։ Լավ, այ հիմա արդեն նստում եմ դասերիս։ Արագացրու։ Ձեզ նորիկ, կոգնես։ Արի։ Ուղում։ Այ ես էր կլասիկան։ Նորիկ ձեզա։ Աչքիս ես խառնվեմ։ Ինչ դիսերտ ենք վերցնելու։ Օ, չէ, Քև, ես ֆուլ եմ։ Համել երեխուն պետք է արդեն վերցնեմ։ Ես շատ եմ սիրում երեխեքի։ Այդ մի երեխենա, չէ։ Հա, այդ մեկն է։ Ուղղակի երբեք չի մտածի, որ այդքան մեծ երեխա ունես։ Դե շուտ եմ ամուսնացել, առանց երկար մտածելու։ Հետո էլ արդեն շատ ուշ էր։ Իսկ ամուսինդ։ Չգիտեմ ուրա։ Ամուսնալուծությունից հետո գրեթե չենք շփվել։ Ախմախի մեկը։ Տնասատ ինչ էր խոսում AI-ի մասին։ Նախկինս։ Բենը։ Հաստատ ինչ որ բան է փում, բայց չեմ հասկանում ինչ։ Դու չես ասում, իրա բոլոր ստարտափները ֆեյլա։ Զուտ վիճակագրոր են, վախենալու բան չունենք։ Ճիշտ ես։ Ասեմ, բայց Minecraft-ի պահով երեխեն ճիշտ է։ Ախմախագույն խաղ է։ Ով ես դու։ Minecraft-ը ամենազարգացնող, ամենաթույն, ամենաազատ խաղն է։ Կուբիկա էլի։ Կարմատ այնքան փչացրեցիր, որ հաջորդ կյանքում բադակտուց ես ծնվելու։ Ավելի լավ հաջորդում բադակտուց կան այս կյանքում Minecraft-ի ֆան։ Լար ասա։ Դարինեի դոկտոր։ Так, տղաներ։ Այս վեճում հաղթեցին հայ աղջիկները։ Գիտեք ինչու։ Որովհետև դուք երկուստ էլ հավեր սինգլ եք մնալու, դե։ Պակա-պակա։ Պակա-պակա։ Ես նախընտրում եմ սինգլ մնամ։ Իսկ իմ համար Հնդկաստանում խոսացված է, երկուսım կրամ պսակվեմ անգեր։ Շաֆի։ Լսիր, ինչ թույն պրանք եմ մտածել։ Հա, արի անենք։ Լսիր, ուրեմն նստում ես ու բոլոր տնայիններդ անում ես։ Այդ պրանկա։ Մինչև վերջ լսիր։ Նորիկը մտնում, ապշում է։ Մայրիկդ գալիս չի հավատում, որ դու ես արել տնայինը։ Ձանձրալի է տնայինով պրանկը չեմ ուզում անեմ։ Գիտես Էրիկ, երևի ճիշտ ես։ Տնային անելը երևի քեզ համար շատ բարդ պրանք է։ Դու ավելի հեշտ պրանկ արա։ Նորիկին սոսնձիր աթոռին։ Տնայինով պրանկը թող մեծերն անեն։ Չէ, բայց ես կարամ անեմ տնայինով պրանկը, ինքնուրույն։ Հա, բոլորը կասեն Էրիկը ինչպես էսքան խելացի դարձավ մի օրում։ Վաղը կարող է համալսարան ընդունվել։ Հեքսի ես ոնց։ Ռևերսիվ հոգեբանություն։ Քանի Էրիկը դաս է անում, հանկարծ չգնաս դու էլ գործերը տանես։ Էդին վրա չի աշխատում։ Հա, բա ուր ես գնում։ Պատուհանից նայեմ։ Կարինա, մերսի լավ երեկոյի համար։ Ես եմ շնորհակալ։ Նենց լավ կտրվեցի ամեն ինչից։ Անսահման երկար են
քեզ տանջեմ մերժումի ճշումն է Կարինա անհասկացող դատարկ հայացք սա է միայն որ քեզ տրվեց ինչքան դեռ պետք է ասեմ որ միայն փորձել եմ քեզ պաշտպանել ինչքան դեռ պետք է ստեմ ու քեզնից ներում խնդրեմ Վերջացրեցին օրդիա։ Ապրես։ Էնում համով բալիկնա։ Օհ, խելոք ա եղել։ Հա, շատ խելոք ա եղել։ Բոլոր տնայիններն էլ ինքնուրույն արել է։ Ինքնուրույն։ Չեմ հավատում։ Հա? Նորիկ դու պետքա դայակ աշխատես, ոչ թե այս ամեն ինչը։ Ես չեն էքսին։ Բա մենակ ես։ Հա, Քևինը ինձ ճանապարհեց ու գնաց։ Շատ մերսի ամեն ինչի համար քեզ նոր։ Կարիք չկա։ Մենք շատ լավ ժամանակ ենք, չէ՞ միասին անցկացրել։ Բարի գիշեր նորիկցիա։ Ուղղակի նորիկ։ Բարի գիշեր։ Պայուսակդ վերցրու։ Շատ շնորհակալ եմ մի անգամ էլ ամեն ինչի համար։ Կարիք չկա։ Քոնոր սերը գտնել ինչքան դեռ պետք է ասեմ որ միայն փորձել եմ քեզ պաշտպանել ինչքան դեռ պետք է ստեմ ու քեզնից ներում խնդրեմ Քեզնից ներ